Պարոն Գալստյան, Ռուսաստանի մասով իհարկե խոսվեց, բայց ինձ հետաքրքիր դուք առասարակ հայ-ռուսական հարաբերությունների ծիրում տնտեսական ռիսկերը գնահատում եք, ասենք ոչ հեռավոր ապագայում, թե ինչ կարող է մեզ սպասվել, եթե սանկցիաները խորանան, շարունակվեն, ինչպես նաև եթե գազի գինը էապես բարձրանա, դուք գազի գնի բարձրացման հետևանքները մեղմող ինչ քաղաքականություն եք պատկերացնում, որ կարող եք իրականացնել եւ առասարակ ինչ հետևանքներ կարող է ունենալ գազի գնի բարձրացումը մեր տնտեսության վրա, այն որ մենք շատ կվճարենք, դա արդեն մենք պատկերացնում ենք։ Չէ, ինքը եթե հանկարծ այդպիսի բան տեղի ունենա, որովհետեւ մենք տարբեր մեկնաբանություններ ենք լսում։ Մենք լսում ենք մեկնաբանություններ, որ գազի գինը չի կարող բարձրանալ, որովհետեւ կան միջպետական համաձայնագրեր, որոնցով գազի գինը ֆիքսված է երկարաժամկետի համար եւ այլն։ Այսինքն այդ սցենարները X տիպի սցենարներ են, որոնք կարող են տեղի ունենալ, բայց դրանց հավանականությունը ծայրահեղ քիչ է մեր գնահատմամբ։ Եթե հանկարծ բնականաբար տեղի ունենա, ինքը իր այդ բերելու է բնականաբար գնաճ, որովհետև ինքը արտադրության մեջ է նաև ազդելու երկրորդային էֆեկտներ ունենալու։ Ինչ վերաբերում է ընթացիկ զարգացումներին, հիմնականում այդ որ ես ցույց տվեցի այդ գծապատկերը դրա մասին է խոսքը, այսինքն մենք ունենք ապրանքներ, որոնց արտահանման շուկաներից մեկը Ռուսաստանն է, ու Ռուսաստանը ապրանքներ կա, որոնց մասով ունի զգալի տեսակարար կշիռ, որտեղ ավելի գնանկումային երևույթներ կարող ենք տեսնել, եթե չհասցնենք կամ չկարողանանք գտնել համարժեք փոխարինելի շուկաներ, որոնք ապրանքները ձեռք կբերեն այն գնով, ինչով որ պատրաստ է ձեռք բերել ռուսական կողմը օրինակ։ Իսկ հավանականություն կա, որ կկարողանան գտնել այդպիսի շուկաներ, որ կարողանան 80-90%-ով փոխարինել ռուսական շուկային։ Սա մեկ կդժվարանամ պատասխանել այդ հարցին, որովհետև չգիտեմ, այդ մի քիչ էկոնոմիկայի նախարարության տիրույթի հարց է։ Եվ հարցից առաջին մասը ամեն դեպքում դուք ռիսկերը գնահատեցիք, թե ինչ կլինի, եթե գազի գինը բարձրանա։ Իսկ դրան զսպող ինչ քաղաքականություն եք պատրաստվում, պատկերացում ունեք, թե ինչ կարող եք անել դա զսպելու համար։ Կանխարգելիչ բան չես կարող անել։ Այսինքն կենտրոնական բանկի գործիքակազմում չկա որևէ գործիք, որով դու կարաս կանխարգելիչ բան անես այդ գազի գնի թանկացման շուրջ։ Դրա համար մենք անելու ենք ավելի post factum, եթե տեսնենք ինչ որ զարգացումներ կա ու իրանց ազդեցությունները գնահատելով նոր չէ, այս բանի պատկերացում չկա, որովհետև ինքը շատ քիչ հավանական սցենար է, էլի, այն ինչ որ մենք ենք լսում։ Շանթ Պարոն Գալստյան, վերջին շրջանում ոսկու եւ արտարժույթի շուկաներում փոփոխություններ եղան, այս ֆոնին կենտրոնական բանկը ինչպիսի ռիսկեր է տեսնում։ Որ ասեք ինչի նկատի ունեք։ Ոսկու թեկուզ գնի հետ կապ։ Գնի անկումը։ 5000-ից որ եկել է 4, այդ չգիտեմ, այդ բնականոն զարգացումները երևի շատ այդտեղ ասելիք չունենք, որովհետեւ մենք այդտեղ գին վերցնող ենք, համաշխարհային շուկայից գին վերցնող ենք։ Կենտրոնական բանկն էլ ոսկով պաշարներ չունի, որ այս բայդրությամբ ինչ-որ վերագնահատման մասին խոսա։ Դրա համար ինձ վերաբերում է արտարժույթին, ապա հիմնականում մեր գնահատմամբ դա պայմանավորված է ֆինանսական մեծ ներհոսքով դեպի Հայաստան։ Այսինքն միջազգային ինվեստորների տեսանկյունից մեր տնտեսությունը դիտվում է որպես հնարավոր պոտենցիալ երկիր, որտեղ կարելի է ներդրումներ անելու, այդ հոսքերը գալիս են, այդ մեկ։ Երկրորդը դա արտաքին պահանջարկի ավելացումն է տուրիզմ եւ հարակից այդ ոլորտներն է, որոնք բավականին ակտիվ են այս տարի։ Ու այդ դրանով պայմանավորված մենք ունենք ավելցուկ որոշակի արտարժույթի, որը նաեւ ազդել է դրամ դոլար փոխարժեքի վրա, չնայած մյուս արժույթների նկատմամբ դրամի փոխարժեքը ըստեյության չի փոխվել, օրինակ ռուսական ռուբլու նկատմամբ կամ եվրոյի նկատմամբ տենց էական փոփոխություն չկա, որտեղ իրենք էլ իրենց հերթին արժևորվել են դոլարի նկատմամբ։ Հանրային Գալստյան, եթե կարելի է հստակեցնենք, ՀՆԱ-ի մինչև 2% կրճատումը ձեր ուսումնասիրություններն են մինչև ինչ ժամկետի համար, այսինքն մինչև, չգիտեմ, ջերմոցների այս սեզոնի վերջը, եթե փոխարինող շուկաներ չենք գտնում, մինչև տարվա վերջ, եւ օրինակ այսօր տնտեսվարողները խոսում էին, որ օրինակ աշնանացան ցորենի սերմացու չեն կարողանում բերեն Ռուսաստանից, կաթի փոշի չեն կարողանում բերել, այսինքն ոնց որ շղթան ընդլայնվում է։ Վազգեն մանրամասն ասի սցենարը, որը մենք դիտարկել ենք, որտեղ տարընկալում չլինի, էլի, որտեղ ինքը հնայի 2% նվազում չի։ Տեսեք, այդտեղ խոսքը ոչ թե 2% կրճատման մասին է խոսքը, այլ այս պահին այն իրավիճակը, որ ունենք, այսինքն որ ապրանքների մասով արտահանման մասով որ խնդիրներ ունենք կամ ներմուծման պայմանների խստացում, այսպես ասած, կամ ինչ-որ կարանտինի մեջ, այսինքն այդ
ապրանքների մասով արտահանումից ստացվող եկամուտները հնայի մեջ մոտապես մինչև 1.5-2%-ի չափի են։ Այսինքն դեպի Ռուսաստան ընդհանուր մեր ապրանքային արտահանումը հնայի շուրջ 6%-ն է, բայց դրա մի մասի հետ կապված է, որ այս բանը, այսինքն հիմնականում գյուղատնտեսական ապրանքների եւ մշակող արդյունաբերության կամ սննդի արդյունաբերության փոքր թվով ճյուղերի կամ այդ ճյուղերի մեջից էլ առանձին ինչ-որ ընկերությունների նաև բաների հետ կապված եւ այդ մասով մոտապես մինչեւ հնայի 2%-ի չափով է այս նկատի ունենք առավելագույն ազդեցությունը, եթե այդ ամբողջը կոպիտ ասած չի կարողանում ոչ մի այլ տեղ տեղաբաշխվել կամ այսինքն չի թողարկվում նաև, հա, այդ մասով այդ արտադրանքը։ Մի հատ այս գրաֆիկին նայեք էլի։ Ինքը տարեկան հնայի մեջ է, այդ ասած գնահատականները վերաբերում են 25 թվականի ամբողջ տարվա մեր արտահանմանը։ Այո։ Դե նայեք, հիմա օրինակ որ նայում եք այդ դեղինի ու կապույտի հարաբերությունը ու այն ապրանքների վերնագրերը, անվանումները, որոնց վերաբերյալ Ռուսաստանում որոշումներ են կայացվել։ Իրանք համընկնում են ամբողջությամբ։ Որ կայացված որոշումներ, օրինակ ալկոհոլային խմիչքներ, չէ, արտահանումը զգալի մասա սպառման մեջ, Ռուսաստան արտահանումը մեծ է, Ռուսաստանում այդ ապրանքատեսակի վերաբերյալ որոշում է կայացվել արգելել։ Այսինքն դրա համար էլ հենց սրա վրա ենք էլի կենտրոնացած։ Սպուտնիկ